nouveau, nouvelle և nouvelle։ Ֆրանսերենում այս երեքն էլ ածականներ են, որոնք նշանակում են նոր, բայց ինչպես իմանալ, թե երբ որը օգտագործենք։ Իհարկե, երեքն էլ օգտագործելու ենք գոյականի հետ, ինչպես ասենք օրինակ նոր մեքենա, նոր բնակարան, նոր տուն, նոր հեռախոս եւ այլն։ Առաջին ածականը nouveau կօգտագործենք արական սեռի գոյականի հետ։ Օրինակ, տելեֆոն, տելեֆոն բառը արական սեռի է, ասում ենք un nouveau téléphone։ Օրինակ, j'ai un nouveau téléphone, ես նոր հեռախոս ունեմ, կամ j'ai acheté un nouveau téléphone, ես գնել եմ նոր հեռախոս։ Երկրորդ ածականը nouvelle կօգտագործենք արդեն իգական սեռի գոյականի հետ։ Օրինակ, une nouvelle maison, նոր տուն։ Հիմա կհարցնեք, թե երրորդ տարբերակը ինչի համար է, այսինքն nouvelle տարբերակը առանց վերջի ել-ի։ Այս տարբերակը այն բառերի համար է, այսինքն այն արական սեռի բառերի համար, որոնք սկսվում են ձայնավորով։ Օրինակ, appartement, բնակարան։ Ոչ թե ասելու ենք un nouveau appartement, այլ un nouvel appartement։